Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ արտերկրից ստացվող տրանսֆերտները կենսական նշանակություն ունեն բնակչության սոցիալական հոգսերը թեթևացնելու համար։ Ծառուկյանն ընդգծել է նաև Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման կարևորությունը որպես զբոսաշրջության զարգացման և նոր ներդրումների ներգրավման միջոց։ Միաժամանակ նա առաջարկել է պետական մակարդակով զարգացնել կապերը Չինաստանի և Հնդկաստանի հետ տեղական արտադրությունը խթանելու նպատակով։ Անդրադառնալով արտաքին քաղաքական կողմնորոշմանը ԲՀԿ առաջնորդը մատնանշեց այն տնտեսական գործոններն ու շուկայական հնարավորությունները, որոնք Հայաստանն այսօր ստանում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների շնորհիվ։ Այսօր բոլորս գիտենք, Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, որ մեր մոտից 100 հազարավոր մարդիկ գնում են Ռուսաստան աշխատում են գարնանը, ձմռանը գումար են բերում։ 2,5 միլիոն հայություն ունենք, որը այնտեղ մնում է։ Ունենք մեր ամբողջ արտադրանքը, բերքն ու բարիքը, խմիչքները 3 միլիարդ դոլարի տարեկան մենք ապրանք ենք արտանում Ռուսաստան։ Այսօր գազը մեզ տալիս են ամենացածր գնով։ Իսկ եթե մենք ընտրում ենք Եվրոպայի ճանապարհը, Ռուսաստան ինչ ասում, ձեր ցավը տանեմ, ես ձեր բարեկամն եմ, ձեր ընկերն եմ։ Եթե ընտրում եք այդ ճանապարհը, գնացեք այդտեղ, ես ձեզ ոչ խնդրում եմ, ոչ համոզում եմ։ Դրա համար մենք այդքան բան պետք է գիտակցենք, հասկանանք, որ մենք մեր սարքաստունը չքանդենք։ Մենք քանի 1000 տարի մենք Ռուսաստանի հետ շփվում ենք, կապ ունենք, աշխատում ենք։ Ռուսաստանը մեր շուկային ծանոթ է, ապրանքն էլ այսօր մենք կարանք Հայաստանից որից մի բան արտանենք Եվրոպա։ Մեր ժողովուրդը կարա գնա Եվրոպայում աշխատի գա։